Մայիսի 3-ը Հայաստանում հայտարարված էր համապետական շաբաթօրյակի օր, որի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում անցկացվեցին մաքրության եւ բարեկարգման ծառատունկի աշխատանքներ։ Շաբաթօրյակի շրջանակում Շիրակի մարզպետի աշխատակազմը մաքրության եւ ծառատունկի աշխատանքներ է իրականացրել Գյումրու հայ-ռուսական բարեկամության Կուրսկի այգում։ Մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, պետական եւ մասնավոր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ ու անհատ քաղաքացիներ շուրջ 23,000 մասնակիցներով միավորվել էին շուրջ 360 տեղամասի մաքրության աշխատանքներին։ Մարզպետ Դավիթ Արոշանյանի խոսքով անչափ կարևոր է, որ շաբաթօրյա կասվածը մեկ օրով չսահմանափակվի։ Այսօր ամբողջ մարզը փորձելու ենք մաքրել այն աղբից, որը կա, եւ այսօրվա խորհուրդը կուզենամ, որ ոչ թե միայն այսօր լինի շաբաթօրյակ Գյումրու մարզի համար, այլ նաեւ տարվա 365 օրը մենք մեր քաղաքը մաքուր պահենք։ Կարևոր չի, որ այսօրը կանք մենք գետնից վերցնենք այն աղբերը, որոնք կան։ Կարևորը որ մենք մնացած բոլոր օրերում այդ աղբը գետնին չգցենք։ Քաղաքում տրված են աղբամաններ, պետք է այդ ամեն ինչը մաքուր պահել, որովհետև այս տուն քաղաք Գյումրին է։ Մենք մեր տանը ծախախոտի մնացորդը չենք գցում, արևածաղիկը չենք գցում, այդ նույն ձևով պետք է վերաբերվել քաղաքին։ Աշխատանքներին ներգրավել է 150 միավոր տեխնիկա եւ օգտագործվել է 40,000-ից ավելի գործիք ու պարագա։ Մորօրե ավելի մաքուր է դառնում մեր քաղաքն ու մեր մարզը, բայց բավական չէ, նորից ունենք մարդիկ, որոնք սուրճի բաժակն են գցում գետնին, նույնիսկ կենտրոնական փողոցներում ծխախոտի տուփն են գցում գետնին, որը միանշանակ անհասկանալի ու անընդունելի է։ Ես այն մարդկանց, որոնք կեղտոտում են մեր քաղաքը, խորհուրդ կտամ տեսնեն իրանց տանը մաքրությունը ու վարվեն նույն ձև մեր քաղաքի հետ։ Շրջակա միջավայրի մաքրությունն ու բարեկարգ վիճակը պետք է դառնան ոչ թե ժամանակավոր, այլ շարունակական եւ առաջնահերթ խնդիր յուրաքանչյուրի համար, այս համոզմունքն ունեն աշխատանքներին մասնակցություն ունեցած անձինք։ Շաբաթօրյակները քաղաքը մաքուր պահելը եւս դաստիարակության մաս է համարվում եւ ամեն ինչ սկսվում է դպրոցից։ Մենք պետք է օրինակ ծառայենք եկող սերնդին, որովհետեւ մաքուր պահեն քաղաքը, իրենց տարածքը, միջավայրը։ Միջավայրի պահպանությունը շատ կարևոր գործոն է։ Կարևորը գիտակցեն, որ աղբը չպետք է գետնին թափեն, դաստիարակեն իրանց երեխաներին։ Ամենակարևորը դա է։ Մաքրությունը սկսվում է երեխի դաստիարակությունից։ Մենք կցրենք, որ մաքուր է քաղաքը, լեննականը մաքուր է, կերտող չեղնի։ Մարզի տարբեր համայնքներում մի շարք հաստատություններ, կազմակերպություններ ու քաղաքացիներ իրենց մասնակցությամբ ցույց տվեցին, որ մաքուր եւ առողջ միջավայր ունենալու ուղին սկսվում է յուրաքանչյուրիս քայլից։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։